Բարեզս հայրենակիցներ, իմ անունն է Տիգրան Խզմալյան։ Ես ներկայացնում եմ Հայաստանի եվրոպական ընտրություն քաղաքական հասարակական միավորում։ Ահա և պատմություն դարձավ 2016 թվականի հուլիսը։ Ողբերգական, հերոսական, ոմանց համար միգուցե զավեշ տալի։ Այնուամենայնիվ, այս հուլիսը նորագույն հայոց պատմության մեջ մտնելու է և արդեն մտել է իբրև առասպել, իբրև ապստամբություն, իբրև մտորելու, խորելու, վերլուծելու, գնահատականներ տալու մի կարևորագույն իրադարձություն։ Այսօր ես չեմ պատրաստվում գնահատականներ տալ Սասնա Ծռերի ապստամբությանը։ Ես ինձ դրա իրավունքը չեմ վերապահում։ Այս պահին ինձ համար շատ ավելի կարևոր է հասկանալ մեր մնացածների, մեր բոլորիս և իմ անձնական անելիքը, որովհետև այն ինչ կատարվեց նախ և առաջ մարտահրավեր է մեզ, և մենք չենք կարող, չպետք է կարողանանք ապրել այնպես կարծես թե ոչինչ չի պատահել։ Սասնա Ծռերի ապստամբությունը արձանագրեց և իրենով փակեց մի կարևորագույն փուլ մեր հասարակական մտքի, մեր քաղաքական զարգացումների, մեր ազգային պայքարի պատմության մեջ։ Դա այն փուլն է, որը կարելի է բնորոշել իբրև ապավինելով միայն սեփական ուժերին, փորձել փոխել աշխարհաքաղաքական իրավիճակը և Հայաստանում տիրող համակարգը։ Պարզվեց, որ միայնակ անել դա անհնար է։ Եվ դա զարմանալի չէ։ Մենք միայնակ և ինքնուրույն չէ, որ հասանք անկախությանը։ Եվ 1918 թվականի, երբ ստեղծվեց Առաջին Հանրապետությունը, և 91 թվականին, երբ ստեղծվեց ներկայիս Հայաստանի Հանրապետությունը, մեր անկախությունը արդյունք էր հզոր, հսկայական, մեծագույն աշխարհաքաղաքական գործընթացների։ Պետք չէ մտածել, որ մենք հիմա կարող ենք գործել և հաջողության հասնել այդ գործընթացներից դուրս, ոչ։ Ընդհակառակը, վերջին տարիների շարունակվող լարվածությունը, աճող լարվածությունը Հայաստանում, որը պսակվեց Սասնա Ծռերի ապստամբությամբ, վկայում է, որ Հայաստանը հենց այդ աշխարհաքաղաքական կարևոր գործընթացների անկախտելի մասն է։ Ուստի պետք է հասկանալ դա և վերլուծել իրավիճակը հենց այդ ենթատեքստում։ Ինչ տեսանք մենք այս օրերին։ Մենք ոչ միայն տեսանք մեր հասարակության իրական դեմքը, հերոսական դեմքը, ստոր դեմքը, ամեն ինչ տեսանք մենք։ Մենք տեսանք դավաճաններին, մենք տեսանք մահապարտներին, մենք տեսանք անխոս լուռ իրական հերոսներին և մտավորականներին, որոնց կատարյալ օրինակն է ինձ համար Արթուր Սարգսյանը, մարդը, որը մտավ արդեն մեր պատմության մեջ իբրև հաց բերողը։ Դա ոչ թե հաց էր, դա հոգու սովի հաց էր, դա աստվածաշնչային մի սխրանք էր, բայց այդ մասին էլ մենք դեռ կհասնենք խոսել։ Իսկ ինչ կարևոր է իմ կարծիքով հիմա։ Մենք տեսանք, որ միայնակ մենք պարտվում ենք, սակայն մենք պարտավոր ենք տեսնել, որ մենք միայնակ չենք։ Այս օրերին աննախադեպ մերձեցում է վերսկսվել մեր պատմական
հարևանների և ախոյանների, Թուրքիայի և Ռուսաստանի միջև։ Հենց այդ ենթատեքստում է մեզ համար նոր վտանգ սպառնում Ադրբեջանի կողմից, որովհետև հայ-ադրբեջանական պատերազմները բոլորը հանդիսանում էին ռուս-թուրքական պայմանավորվածությունների, գործարքների և ընդհանուր շահերի արդյունքը։ Չհասկանալ դա հանցագործություն է։ Ես կրկնում եմ, հենց ռուս-թուրքական, խոսքը չի գնում միայն Թուրքիայի մասին, որովհետև հիմա շատերը շարունակում են ամեն ինչ վերագրել դարավոր Թուրքիայի հետ մեր թշնամությանը։ Ոչ, դա մեր դարավոր ճակերտավոր բարեկամության արդյունք է։ Ռուսների հետ մեր բարեկամության, կրկնում եմ, ճակերտավոր բարեկամության։ Հիմա չարժե նորից հիշեցնել, թե ով է տրոհել մեր երկիրը, ով է գրավել այն, բաժանել Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Մենք բոլորս գիտենք դա, պարտավոր ենք իմանալ։ Հիմա կարևոր է ուրիշ բան հասկանալ։ Թուրքիան և Ռուսաստանը դառնում են միջազգային քաղաքականության թույլ օղակ։ Նրանք դուրս են մնում համաշխարհային գործընթացներից, որովհետև կարճում են սեփական բյուզանդական անցյալի, սեփական կայսերական քիմերաների, ցնորքների ճահճին և մեզ փորձում են ներքաշել հենց այդ ճահիճը։ Մեզ համար անչափ կարևոր է հիշել և հասկանալ, թե ով և ինչպես պահեց իրեն հուլիսյան այդ օրերին։ Մենք երբեք չպետք է մոռանանք և թերագնահատենք արևմտյան դիվանագիտության կարևորագույն դերակատարությունը։ Մենք պետք է քաջ գիտակցենք, որ այն հանգամանքը, որ տղաները ողջ են, թեև նրանցից 1/3-ը ծանր վիրավորված է, այն, որ Հայաստանը չի ընկել քաղաքացիական սարսափելի պատերազմի գիրկը, դա նախ և առաջ արևմտյան, ամերիկյան և եվրոպական քաղաքական ճնշման արդյունք է։ Սերժ Սարգսյանը ստիպված էր խուսափել արյունահեղությունից, որին նրան դրդում էր Մոսկվան, և մենք դա էլ չենք մոռացել։ Մենք բոլորս կարդում ենք ռուսական մամուլը և այսպես կոչված փորձագետների կոչերը, հորդորները այդ օրերի։ Մենք կարող ենք միայն ենթադրել և կռահել, թե ով և ինչ էր կանգնած այդ հորդորների և հոդվածների հետևում։ Մենք քաջ գիտակցում ենք, որ հենց այս օրերին Կրեմլին ամենամոտ կանգնած քաղաքական գործիչները, քաղաքագետները, փորձագետները, օգտվելով ստեղծված իրավիճակից, փորձում են ստիպել մեզ զիջումների Արցախյան հարցում։ Մենք պետք է հասկանանք դա և հասկանանք, թե ով և ինչ կարող ենք մենք, թե ավելի ճիշտ, թե ում և ինչը կարող ենք մենք հակադրել ռուս-թուրքական այդ ճնշմանը։ Իհարկե, նախ և առաջ դա հայ ժողովրդի կամքն է, բայց դա բավարար չէ։ Մենք պետք է ապավինենք համաշխարհային առաջադեմ քաղաքակիրթ պետությունների աջակցությանը։ Այն աջակցությանը, որը փրկում է հիմա Ուկրաինային, որը աջակցում է Վրաստանին, որը պատժամիջոցներից ազատել է մեր հարևան և բարեկամ Իրանը։ Հայաստանը պետք է մաս կազմի այդ առանցքի, այդ ժողովրդավարական առանցքի, այդ ազատագրման առանցքի։ Առանց դրա մենք դատապարտված ենք։ Եթե մենք չհասկանանք դա, եթե մենք օր առաջ դուրս չգանք
ռուսական, կայսերական և թուրքական սուլթանական ճիրաններից, այդ փակուղուց, այդ թակարդից մենք կպարտվենք։ Հայաստանի միակ փրկության ճանապարհն է եվրոինտեգրացումը, եվրոպական ընտրությունը, միացումը, միավորումը քաղաքակիրթ աշխարհին, արևմտյան երկրներին, ով կասկածում է, ով շարունակում է պնդել հակառակը կամ միամիտ է, կամ ռուսական գործակալ է։ Երրորդ տարբերակ այստեղ չկա, և հենց դա ապացուցեցին Սասնա ծռերը, որովհետև 12-րդ օրը, ապստամբության 12-րդ օրը, հենց այդ եզրակացության հանգեց ապստամբության գաղափարական առաջնորդ Վարուժան Ավետիսյանը, որը կոչով դիմեց հայ ժողովրդին, հորդորելով սկսել ազգային ազատագրական պայքարը ընդդեմ ռուսական իմպերիալիզմի հանուն Հայաստանի ապագաղութացմանը։ Ես կարծում եմ, որ դա մեր նորագույն պատմության կարևորագույն պահն էր։ Նա կրկնեց այն, ինչ ժամանակին ասում էին Նժդեհը, ինչ հետո ասում էին Զատիկյանը և Հայրիկյանը, ինչ ասում էր Շանթ Հարությունյանը։ Միայն թե նա ասաց դա զենքը ձեռքին, ռազմական ապստամբություն բարձրացնելով։ Ուրեմն մեր քաղաքական և քաղաքակիրթ սահմանադրական պայքարը պետք է սկսվի այն կետից, որտեղ կանգնեցին Սասնա ծռերը։ Նրանք պատվիրեցին դա մեզ, նրանք թողեցին դա մեզ որպես պատվիրան, ազգային ազատագրական պայքար։ Նրանք հիշեցրեցին մեզ, որ Հայաստանը զավթված երկիր է և պետք է ազատագրվի։ Ոչ մի ուրիշ բան այսօր այդքան կարևոր չէ։ Ցանկացած այլ օրակարգ կեղծ է, ցանկացած այլ կարգախոս սուտ է, ցանկացած այլ նպատակ ցնորք է։ Նախ և առաջ ազատագրում, ինքնիշխանության վերականգնում և որպես քաղաքական պետական գոյության երաշխիք միացում եվրոպական արևմտյան քաղաքակիրթ աշխարհին։ Շնորհակալություն ուշադրության համար։